Սա հետպատերազմյան Հայաստանում երևի թե արդեն 100-ի հասնող դատավարություններից է, որ մենք քաղաքացիներով, մասնագիտական համայնքի ներկայացուցիչներով գալիս ենք արդարության պահանջով, որովհետև այս բնույթի դատավարությունները դասական քաղաքական հետապնդման դրսևորում է։ Ինչու է Սամվել Կարապետյանը, հայ մեծանուն բարերարը անազատության մեջ։ Այս հարցադրումը կարծում եմ անգամ իշխանության համակիրներին երբ տալիս ենք, պատասխանը միանշանակ է, որովհետև Սամվել Կարապետյանը ունեցել է համարձակություն, ունեցել է այնքան հայրենասիրություն, որպեսզի կանգնի հարձակումների ենթարկվող եկեղեցու կողքին եւ դիմագրավի այդ հարձակումները, որովհետև յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ թիրախը եկեղեցու դեմքով մեր բոլորիս հայերիս ինքնությունն է։ Ու այստեղ մի կարևոր հարցադրում ենք յուրաքանչյուրս մեզ պետք է տանք, որն է մեր կարմիր գիծը։ Այս իրավիճակում ես համոզված եմ, որ պարոն Կարապետյանի կարմիր գիծը հատել էին, որովհետև չեն կարող հայ մարդու, հայրենասերի մարդու, ով ավելի շատ եկեղեցի է կառուցել, քան առանձնատուն իր համար, այդ մարդու կրոնի նկատմամբ նկրտում իրականացնել ու մնալ անհետևանք ու այդ մարդն էլ մնա անտարբեր իրողությանը։ Այսօր Սամվել Կարապետյանը անազատության մեջ է, որովհետև ինքը ոչ թե հանցանք է կատարել, այլ ունեցել է այնքան համարձակություն, որպեսզի դիմագրավի այսօրվա իշխանության կողմից կատարվող հանցանքին, որովհետև իշխանությունը վարչապետի դեմքով իրավունք չուներ անելու այն, ինչ արեց, եւ իրավունք չուներ միջամտելու մեր եկեղեցու ներքին կանոնական կյանքին։ Այդ պատրվակով սկսեր հարձակման արշավը եկեղեցու հանդեպ։ Ու այդ հարցադրումը, որ ասում եմ յուրաքանչյուր մարդ իր համար պետք է անի, որն է իր կարմիր գիծը։ Օրինակ իմ կարմիր գիծը հատեցին 2019 թվականին, երբ մեր վարչապետի կոչմամբ շրջափակվեցին մեր երկրի դատարանները։ Ու հենց այդ օրը այն հանգամանքը, որ չունեցավ իր գործողությունը հետևանք, որ չկրեց նա պատասխանատվություն իր հակաիրավական գործողության համար, զուտ այն պատճառով, որ իր քիմքին ոչ հաճո դատական ակտ էր կայացվել։ Մենք այսօր կանգնած ենք այս դատարանի բակում։ Հենց դա էր պատճառը, ու դա էր մեկնարկը, որ սկսվեց մեր երկրում դատական իշխանության ու արդարադատության անկումը, որ սկսեց նահանջել իրավունքի գերակայությունը։ Ու դա է պատճառը, որ այսօր ազատազրկված է մեծանուն հայ բարերարը։ Դա է պատճառը, որ մեր երկրում կալանավորում են նահատակված հերոսների ծնողներին։ Դա է պատճառը, որ մեր երկրում այսօր կալանավորում են սրբազան հայրերին։ Դա է պատճառը, որ արդար իրենց խղճին, օրենքին հավատարիմ դատավորներին լիազորությունները դադարեցվում են, իսկ կամակատարները ունենում են ծառայողական առաջխաղացում։ Ու դա է պատճառը, որ միջազգային իրավունքի հեղինակավոր իրավաբանները գալիս են Հայաստան մարդկանց իրավունքները պաշտպանելու, արձանագրում են իրավունքի գերակայության այսպիսի նահանջը եւ անկումը եւ մեզ համադրում են աֆրիկյան պետությունների հետ։ Սա մեր պատմության ողբերգական ու ամոթալի էջերն են, որոնք ամեն օր արձանագրվում են։ Սա արձանագրված արդարադատության ու իրավունքի գերակայության նահանջն է եւ հատվել է մեր մասնագիտական արժանապատվությունները։ Մենք իրավաբաններս վերջին տարիներին մարտի դաշտում կռվող մարտիկներ ենք առանց զենքի, բայց մենք չենք նահանջում, որովհետեւ զոհասեղանին է մեր մասնագիտական արժանապատվությունը, զոհասեղանին է ավելի մեծ արժեք, մեր բոլորիս ինքնությունը։ Մենք այսօր ես գտնվում եմ դատարանի բակում արդարության պահանջով, այսօր մենք բոլորս կարծում եմ գտնվում ենք դատարանի բակում զորակցություն հայտնելու մեր մեծանուն բարերարին, որովհետև մարդը ինչպես կյանքը ցույց տվեց, մենք չգիտեինք ինչպիսի գործեր էր Սամվել Կարապետյանը տասնամյակների ընթացքում կատարել։ Ու ստիպված մարդը ու իր
աջակիցները, ընտանիքը ստիպված հանրայնացնում են ու գույքագրում են այն բարեգործությունները, որը մարդը արել է, որովհետև մարդուն արդարացնելու համար քաղաքական, բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ, քաղաքական հրահանգավորմամբ մարդու ազատազրկումը փորձում են սևացնել մարդու անունը եւ ոչինչի հասցնել նրա կատարած գործերը։ Մինչդեռ միայն համակարգված, եթե չեմ սխալվում, մոտ 1 միլիարդ դոլարի մարդը բարեգործություն է արել, կառուցել է, նվիրել է, օգնել է ու կանգնած է եղել հայի կողքին ու կրկին ընդգծում եմ, հայրենասիրությունն ու համարձակությունն են եղել այն մղիչ ուժը, ինչի հետևանքով այսօր այս մարդը շուրջ 4 ամիս ազատազրկված է ու կարծում եմ մեր պարտքն է հիմա իր կողքին լինելը, աջակցելը, պայքարել այս անարդարության ու անարդարադատության դեմ ու գոնե մեր ներկայությամբ կաշկանդելու ու կոչելու, որպեսզի դատարանները մնան հավատարիմ իրենց կոչմանը, խղճին եւ օրենքին։ Մերոյան իրավական տեսանկյունից մեղադրանքի փոփոխության վերաբերյալ ձեր իրավական տեսանկյունից ինչպես կմեկնաբանեք եւ առհասարակ այս դատավորի ծնունդ ակնկալիքներն է, քանի որ նրա մասին բազմաթիվ են այդ ասել իշխանական կանխատեսելով արդեն նախադեպերը հենց դատավորը ոչ հաջող որ կարող են բացահայտ գնահատականներ տալ, կրկին քաղաքական հրահանգավորված նրբերանգներով ես այնուամենայնիվ չեմ հանձնվում լիահույս եմ, որ դատավորը հավատարիմ կմնա իր խղճին, օրենքին եւ առաջնորդվի իրավունքի գերակայությամբ, որովհետեւ այստեղ անկեղծորեն չկա կարծում ոչ իրավականների համարելի ալտերնատիվ, չկա հանցագված, չկա հանցավոր արար։ Մարդը ազատազրկված է բացառապես իր ձևով, մեր ձևով եզրույթի համար եկեղեցու կողքի կանգնելու։ Նրան անգամ ժամանակ չտվեցին, որ որպեսզի ինչ-որ գործողություն անի, որ այդ արարքը կարողանա դինավորել, հետ Հայաստանի եկեղեցի նկատմամբ արձակում, բարերած տանել Կարապետյան կողմից եկեղեցի կողքին էր, ընդամենը 1-2 րոպեանոց հարցազրույց, անմիջապես վարչապետի ստատուսակումներ պես արձակում, քաղաքական հետապնդում, դեռ հասալուց առանց ուրիշտապես իրաներն է ասում, սա խոսում է իշխանության բախի մասին, սա խոսում է քաղաքական նպատակահարմարության մասին մենք ուսակցնելու Սամվել Կարապետյանին, ու կրկին ընդգծում եմ, այս ամենին հանցային եթե գնահատական եմ տալիս, ես առաջի օրը դատարանի բաժնում կներեք, ես առաջացնում ես մեղադրանքը, դատարանի բաժնում այս անցուկ սցենարը կանխատեսել է, որովհետև սա առաջի անգամ տեղի է։ Ասես եթե կտեսնենք օրինակ ուղղերի լվացման դրվագ է ավելացում, տեսեք այնքան անգամ ասում է շատ ծիծաղելի կլիներ ամեն ինչ եթե այսքան տխուր չլիներ, մարդու սորսի ցուցակում արձանագրված միլիարդատեր է, Հայաստանի ծախսան երկու միլիարդատերից մեկը ու դժվար ողբերգական արձանագրում է պատմական։ Նրանցից մեկ այս բան ազատազրկված է Բաքվում, երկրորդը մեր հայրենիք Հայաստանը։ Այս մարդը Հայաստանից բյուջեի չափ գրել է, գումար ունի։ Այս մարդը շուրջ 1 միլիարդի բարեգործություն է իրականացրել։ Այս մարդը երբևիցե Հայաստանի Հանրապետություն պաշտոն չի զբաղեցրել ու նրանց փողերի լվացման դեպքում մեղադրանք են ցույց հետ առաջացնում, ակնհայտին դատարկ ուղղակի այն որ կախվում են ոչից որպեսզի կարողանան այս կալանքի միջնորդությունը երկարաձգել։ Տեսեք, մենք մի Հայաստանում ենք հայտնվել մի իրողությունում, երբ սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ խափանման միջոց է կիրառվում տնային կալանքը կամ վարչական վերահսկողությունը, իսկ մեծանում բարերարը, սրբազան հայրերը, նահատակված հերոսների ծնողները կալանավոր։ Ինչու՞։
Պատասխանը բացարձակ միակն է։ Մարդկանց տեսակավորում է արդարադատությունը ընդհանրին երկակի բացառապես ընդդիմադիր քաղաքական հայացքներով պայմանավորվում է։ Երբ որ զուգահեռ իրականությունում սրընթաց աճում է անցավորությունը, հիմնական սրընթացությամբ մեր երկրում աճում է քաղաքական բանտարկյալների քանակը։ Արդյոք այս զուգահեռ կոռելացիան պատահական է։ Արդյոք պայմանավորված չէ նրանով, որ քաղաքական իշխանությունը ողջ իրավապահ մարմինների ներուժը կենտրոնացրել է հենց ընդդիմադիր գործիչների եւ ընդդիմադիր ուժերի գործունեությունը կանխարգելելու եւ հատվածահար անելու։ Մինչև իր խոսքերն էլ որտեղ մենք փաստ ունենք արտոնագրված, վարչապետը ոչ է անում շրջափակելու դատարանները եւ իր կամքին ոչ հարիր դատական ակտ է կայացնում։ Դա սահմանադրական կարգի, դա է սահմանադրական կարգի տապալումը։ Դա օրինականության սկզբունքի խախտում է, որովհետև վարչապետը ի տարբերություն ինձ եւ ձեզ հասարակ քաղաքացիներից, ովքեր կարող են անել ամեն ինչ օրենքի կարգելու, ինքը աշխատված է, ինքը կարող է անել բացարձակ միայն այն, ինչ իրեն օրենքը թույլ վարչապետը խախտում է օրինականության, խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, որովհետև մեր սահմանադրությունը տալիս է կամախքային բաշխված լիազորությունների պարտականությունների, երբ որ իշխանության մի թևը սկսում է միջամտել իշխանության մյուս թևի նկատմամբ, ու այդ բալանսը սսման հակապետական խախտում է, դա օրենքի սահմանադրական կարգի խախտում է, ու միայն դատարանների տեսքով դա չի։ Օրենսդիր մարմինը շրջափակելու ոչ եղավ եւ հենց անձամբ իր ներկայությամբ եկան եւ շրջափակեցին օրենսդիր մարմինը կրկին կանխարգելելու իրենց կամքին ոչ հաջող օրենսդրական ակտի ընդունումը։ Այսինքն, այս մարդը լինելով պաշտոնյա, լինելով մեր երկրի գլուխ գործադիր իշխանության ղեկավար, բազմաթիվ անգամներ իրեն թույլ է տվել եւ վերջին էպոպեյանը հենց նույն սահմանադրական դատարանների շրջափակում մենք տեսել, հա, շուրջ մեկ տարի տևող սահմանադրական դատարանի նկատմամբ ամենաապօրինի կերպով միջամտությունները։ Մենք տեսել ենք դատական իշխանության նկատմամբ, երբ բարձրագույն դատական խորհուրդը ունենալով սահմանադրական առաքելություն ապահովելու դատարանի անկախությունը, դատավորի անկախությունը, նրա պաշտպանիչ վահանից վերահսկել նրան վերահսկող եւ պատժող մահացի։ Այս իրականություններում դրա էպոպեան իհարկե եկեղեցու նկատմամբ միջամտությունն է, որովհետեւ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը կաշկանդված է եկեղեցու գործերի միջամտելով։ Անկախ հա վերացարկենք են հանգամանքից, եկեղեցու ներքին կանոնական կյանքում խախտվում է ինչ-որ բան, չի խախտվում։ Հստակ կա սահմանադրության պահանջ արձանագրում, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կանոնական կարգի մեջ, երկրորդն էլ հստակ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ ունի գործառույթների լիազորությունների պարտականությունների շրջանակ եւ այդտեղ որևէ կերպ չի տեղավորվում եկեղեցու ներքին գործերի միջամտությունը։ Նա ակնհայտ պատահել է հանցավորություն եւ մեր ճգնաժամային իրավիճակը հենց դրանով է պայմանավորված։ Ինչու ենք մենք քաղաքական ու սահմանադրական ճգնաժամում, որովհետեւ մեր օրենքները թերի չեն, սահմանադրությունը թերի չէ։ Թերի է գործող իրավիճակը, երբ խախտում են սահմանադրական նորմերը ու վրա չի հասնում պատասխանատվություն։ Հենց այստեղ այս իրավիճակը կոչվում է ճգնաժամ։